Տերն է ասել իր խոսքի համար, որ գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ շարունակության մեջ նորից ասում է սովորեցեք նրանց այն ամեն խոսքերը, այսինքն վարդապետություններն ու ուսուցումները, որոնք ասում է ես ձեզ սովորեցի եւ Տիրոջ պատվերով այդ խոսքը հասել է մեզ, Տիրոջ հնազանդվեցին նրա աշակերտները գրի առան ինչ որ պետք էր Սուրբ Հոգուց շարժված եւ հասցրեցին մեզ։ Մենք առաջին դասը կսկսենք Աստվածաշունչ թեմայից, որովհետեւ ամեն ինչը հաստատվելու Աստվածաշնչով։ Ուրեմն մենք Աստվածաշունչ թեման, Աստվածաշնչի մասին թեման կուսումնասիրենք 4 բաժիններով։ Առաջինը Աստվածաշնչի պարունակությունը, երկրորդը Աստվածաշունչը ում հեղինակությամբ է գրվել, երրորդը Աստվածաշնչի դերը մարդկության մեջ եւ չորրորդը Աստվածաշունչը կատարյալ գիրք է։ Անցնենք առաջին բաժնին Աստվածաշնչի պարունակությունը։ Եվ ինչպես որ նշված է Աստվածաշունչը իր մեջ բաժանվում է երկու մեծ բաժնի՝ հին կտակարան եւ նոր կտակարան։ Հայերենում այդպես է ասում, ոմանք ասում են հին ուխտ, նոր ուխտ, բայց իրականության մեջ հին կտակարանը ավելի շատ բան է պարունակում, հին ուխտ չի միայն։ Եվ երբ որ մենք նայում ենք այդ գրքին, ուրեմն հիմնականում, ասած ասած կոչված կանոնական Աստվածաշունչը, որտեղ կա անկանոն Աստվածաշունչ նաև, սրա մասին մենք դեռ կխոսենք, կանոնական Աստվածաշունչը իր մեջ պարունակում է 66 գիրք, 39 գիրք հին կտակարանի մեջ, 27-ը նոր կտակարանում։ Եվ ինչու է կոչվում կանոնական գիրք կամ անկանոն, որտեղ ժամանակին, ասենք մեր թվարկության 395 թվին Կարթագեն քաղաքում որոշեցին Աստվածաշունչ գիրքը ընդհանրացնել։ Այսինքն հին կտակարանը ամբողջացած էր։ Խոսքը նաև հինին միացնում է նոր կտակարանը, որովհետև տվյալ ժամանակում տարբեր քաղաքներում լսվում էր, որ տարբեր գրքերից են օգտվում, անգամ գրքեր կան, որ իրար հակառակ են։ Դրա համար համաժողով, համաշխարհային ժողով որոշվեց բոլոր տեղերից, Աֆրիկայից բռնած, Եվրոպա, Ասիա, որտեղ որ կար քրիստոնեական աշխարհի կամ եկեղեցիներ, բոլոր առաջնորդները հավաքվեցին այդ համաժողովին։ Եվ ժողովի ժամանակ երկար տևեց ժողովի հարկե, ժողովի ժամանակ բացահայտվեցին, պարզվեցին այն գրքերը, որոնք որ Աստվածաշունչ են։ Եվ ներգրավեցին Աստվածաշունչի մեջ կոչվեցին կանոնական Աստվածաշունչ, բայց որոշ տեղեր կային հրեական որոշ պատմիչների գրվածքներ, որոնք տվյալ ժամանակում չընդունվեցին որպես Աստվածաշունչ, ուղղակի մարդկանց պատմիչների գիրք սովորական, ոնց որ տարբեր ազգեր ունեն իրենց պատմական գրքերը, դրանք չմտցվեցին Աստվածաշունչ գրքի մեջ, բայց ոմանք այս վերջերս մտցրել են նորից այդ գրքի մեջ, սակայն այդ Աստվածաշունչը կոչվում է անկանոն Աստվածաշունչ, գիտեք, ասենք 75 գրքից կազմված Աստվածաշունչ կա, որի մեջ կա օրինակ Հուդիթի գիրք, Սիրաքի մարգարեություն եւ այլ։ Այդ գրքերով տպված, այսինքն դրանցով հանդերձ եղած Աստվածաշունչը կոչվում է անկանոն, այսինքն ոչ Աստվածաշունչ կարելի ասել ամբողջը, բայց Աստվածաշունչը 66 գրքից է։ Հիմա մի քիչ հետո կխոսենք ինչպես որոշվեց այդ գրքերի Աստվածաշունչ լինելը, բայց մինչև այդ նայենք, որ Աստվածաշունչը գրվել է մոտ 40 տարբեր մարդկանց կողմից 1600 տարվա ընթացքում, այսինքն այդ 40 հոգիները մոտավորապես որ գրել են, որտեղ գրքեր կա, կասկածում են նույն գրողներ կամ ուրիշը, դրա համար հաստատ չի այդ գիրքը ով է գրել, կամ ինչ որ մարգարեություն, որևէ մարգարե որ գրել է, վերջաբանը ինքը մահացել է, նրանց հետո լրացվել է, չգիտեն ով է լրացրել։ Դրա համար այդ մարդկանց անունները որ գրված չի, մոտավորապես հաշվում են 40 մարդկանց կողմից գրված գիրք։ 1600 տարիների ընթացքում 1500 տարի Քրիստոսից առաջ եւ 100 տարի Քրիստոսից հետո կան մարդիկ, որոնք սովորական հովիվներ են եղել, անասնապաններ են եղել։ Կա թագավոր, որ գրել է Աստվածաշնչյան որոշ գիրք,
Կան սորական օրինակ ձկնորսներ, կա բժիշկ Ղուկասը ասենք օրինակ 1600 տարվա ընթացքում է գրվել, նրանք իրար չեն տեսել շատերը, իրար երբեք չեն տեսել, բայց նրանց գրվածքի հոգին միտքը չի հակառակում իրար։ Այսինքն սրանով երևում է, որ մարդիկ տարբեր են եղել, բայց ղեկավարը Տերը մեկն է եղել, Աստված, Սուրբ Հոգին։ Աստվածաշունչը այսօրվա ընդունված թվերով կազմվել է մեզանից առաջ, այսօրվանից առաջ, մոտ 3500 տարի առաջ։ Այդ ժամանակներում գրքեր չկային։ Այդ ժամանակներում մարդիկ ընդամենը քարերի վրա կփորագրեն եւ մարդկանց պարծանքն է որևէ քարի վրա ինչ-որ մի 10 տող բան է մնացել իրենց եւ դրանով պարծենում են։ Օրինակ որ ինչ-որ մի տախտակ է մնացել, մագաղաթի վրա մի կտոր հատված բան է մնացել, բայց Աստվածաշունչը արդեն որպես գիրք արդեն հազարամյակների որ գոյություն ունի։ Փառք Աստծուն, առաջին գիրքն է աշխարհի։ 5 կտակարանի գրքերը գրված են եղել բնագրերը եբրայերեն լեզվով։ Եբրայերեն ինչ է կոչվում, եբերին կարող է հիշեք, Աբրահամի նախապապերից էր, նրա անունով էր կոչվում եւ այդ լեզուն, որ խոսում էր, նաեւ ասորեների նման է եղել, հնարավոր է, որովհետեւ շատ տեղերում Աբրահամի համար վկայում է, որ ասորի Աբրահամը կամ եբրայեցի Աբրահամը, բայց այդ գրքերից, ասենք 39 գրքերից երկուսը գրվել են արամերեն, իսկ նոր կտակարանի գրքերը գրվել են հիմնականում հունարեն լեզվով, որ ասեցի մինչև Քրիստոսի ժամանակ արդեն 5 կտակարան գրքերը ամբողջացած են եղել եւ Իսրայելի այդ քահանաների ձեռքում կար, որտեղ Աստված հանձնարարել էր նրանց, որպեսզի գիրքը ամեն օր կարդան եւ այդ գրքերի համեմատ պետք է ժողովրդին կրթեին։ Եվ երբ որ սուրբ գրքերը արտագրվում էին, օրինակ կա 70-ի թարգմանություն, որ եբրայերենից թարգմանվեց հունարեն լեզվով, այսինքն 70 հոգի իրար հետ միասին աշխատել են դրա վրա, բացի օգնողներից։ Այսինքն շատ ուշով թարգմանվում էր եւ ասենք տար անգամ երբ որ արտագրվում էր թեկուզ նույն լեզվով, տար համեմատվում էր, որ գրքի մեջ բաց թողում չլինի։ Եվ դա երաշխավորություն է մեզ համար, որ սուրբ գիրքը նույն կերպ, նույն բովանդակությամբ հասել է մեզ։ Եվ մեկ ապացույց որպես 5 կտակարանի կրկնօրինակները, օրինակ մի հովիվ մարդ ճարեց Մեռյալ ծովի մոտ գտնվող ինչ-որ քարանձավ կա, Քումրան կոչված վայրում 1946 եւ 47 թվերում։ Պատմություն ես առանձին կարդացել եմ, այդ մարդը իր համար իր անասուններն էր պահում եւ հանկարծակի այսպեսի վկայություն կա, որ այծի ոտը ինչ-որ մի փոսի մեջ է խրվում։ Խրվում է ու չի կարող հանել։ Հովիվը գնում է որ հանի, տեսնում է որ տակը ավելի խորը փոս է, ասենք անդունդ է։ Եվ նա սկսում է լայնացնել, խորացնել, բացել, տեսնում է որտեղ մարդկանց ձեռքով փակված քարայր է։ Եվ այդ երբ որ նա բացում է, հայտնաբերում է, ասենք սունդուկների, բաների մեջ, ասենք այդ կուժերի մեջ մագաղաթներ։ Վերջում դրանց օրինակներից ցույց է տալիս, պարզվում է, որ աստվածաշնչյան բնօրինակներ են։ Եվ իհարկե վերցնում են նրանից դա եւ վճարում են իրեն որպես գտածո, վերցնում են այդ ձեռագրերը, տեսնում են, որ այդ ձեռագրերից միայն Եստերի գիրքն է պակասում։ Որոշ գրքեր վերարտագրվել են, ասենք օրինակ Հիսուսի ժամանակից 50 տարի առաջ, 10 տարի առաջ, որոշներն էլ 1000 տարի առաջ արտագրվել, այսինքն բոլոր գրքերը միևնույն ժամանակում չեն արտագրվել։ Երևում է գուցե հնացել է քահանաների ձեռքում, եւ նրանք մեկ նորը դրե արտագրել են, դրել են այդ գրքերի կոմպլեկտի մեջ, ասենց ասած։ Բայց երբ որ այդ ձեռագրերի պարունակությունն է կարդում, տեսնում ես, որ մեր ձեռքում եղած Աստվածաշնչի հետ լուրջ տարբերություն չկա։ Այսինքն տարբերությունը հնարավոր է այսպես լինի, թարգմանական հիմա ասենք հայերեն է, որոշ բառեր կան, որ չեն թարգմանվում մեկ բառով, ասենք հայերենում 2 բառով է, կամ որ ուրիշ լեզուներում կան 3 բառով է նույն
իմաստը որպեսի տեղը բերես, այդ բառը 3 բառով է թարգմանվում։ Նման փոքր ասենք տարբերություններ կան, կամ եթե հանգարց բաց թողում էլ կա որևէ բառ որ պակասի, դա էլ իմաստը չի փոխում։ Այսինքն դա նորից եւս մեկ անգամ 1946-47 թվերում այդ գտածոն բնագրերը հին կտականն ապացուցեցին, որ Աստված հսկել է, Աստվածաշունչը հասել է մեզ բոլորովին նույն բովանդակությամբ, ինչպես որ եղել է սկզբից։ Դրանց հետո կազմվեց նոր կտակարանը, ինչպես որ ասում ենք 395 թվին հին կտականի հետ միացվեց նոր կտականի գրքերն են, որոշվեցին ստանալ միասին որպես Աստվածաշունչ։ Իհարկե հայերենում մենք ասում ենք Աստվածաշունչ, ուրիշ լեզուներում շատ լեզուներում Բիբլիա են ասում, որպես գրադարան։ Թարգմանաբար կոչվում է գրադարան, այսինքն որ իր մեջ պարունակում է շատ գրքեր։ Իսկ հայերենը Մեսրոպ Մաշտոց եւ նրա անգերները վերցել են Պողոսի այն արտահայտությունից, որ ասում է բոլոր գրքերը Աստվածաշունչ են, այսինքն Աստծո հոգով են գրված։ Եվ նոր կտակարանի հին ձեռագրեր կան մոտավորապես 13000 ձեռագիր։ Ընդհանրապես, եթե ճշմարտության գա, մենք իրավունք չունենք Աստվածաշունչին չհավատալու։ Օրինակ, ասենք Ալեքսանդր Մակեդոնացու մասին ինչ-որ գիրք է գրվել, չէ՞։ Նրա մասին եղած գիրք չի գրվել նրա ժամանակում։ Բերանացի պատմությունները եկել են, անցել են, գուցե 100 տարի, 100 քանի տարի, դրանից հետո մարդիկ ինչ են արել։ Որոշել են գրի առնել բանավոր եկած պատմությունները։ Եվ գրի են առել, եւ դա համարում է հիմք։ Լուրջ պատմություններ կան աշխարհի, օրինակ Նապոլեոնի մասին կամ այլ նշանավոր դեմքերի մասին, այդ գրքերը ընդհանրեն ունեն 1, 2 կամ 8, 1-2 գիրք կան, որ 800 կամ 900 ձեռագիր ունեն, որոնք գրվել են նրանցից հարյուրավոր տարիներ հետո։ Եվ դա այսօր համարում է որպես հիմք։ Եթե այդ մոտեցմամբ ենք ընդունում որպես հիմք եւ ճշմարտություն, առավել եւս իրավունք չկա մերժենք Աստվածաշունչ գրքի գրքերը, որովհետեւ Աստվածաշունչը գրվել է հենց անմիջական վկաների կողմից, ոչ թե բերանացի փոխանցված վկաների միջոցով։ Օրինակ, ասենք, մենք գիտենք, մարգարեները իրենց գրքերը գրում էին հենց այն օրերում, որ իրենք այդ թագավորի, ասենք Աստծո մարդկանց կամ Աստծո մարգարեների հետ ապրում էին, Աստծո ժողովրդի հետ։ Եվ նրանք վկայում են այն գործը, ինչ որ տվյալ օրերում կատարվում է։ Նույն օրը, գուցե գրի էր առնում հենց նույն օրը կամ 1-2 օր հետո։ Շատերը մի ժամանակ որ հակառակում էին Աստվածաշնչին, անվանում էին առասպելներ։ Հետո որ տեսան շատ ճշմարտություններ բացահայտվում է, այսպիսի խաղեր խաղացին, իբրև թե առասպելը խառնված է ճշմարտության։ Սակայն ուսումնասիրությունը պեղումներ ապացուցեցին, որ հենց ամեն ինչ ճշմարտությամբ է գրված, ոչ էլ առասպել է։ Օրինակ Նոյան տապանի պատմությունը, որ ասում էին իբրև առասպել է, ջրհեղեղ չի եղել, շատ ապացույցներ ես դրանց մասին չեմ ուզում կանել, որովհետև շատ փաստեր կան, ապացուցեց, որ իրոք այդ ժամանակներում երկիրը ամբողջությամբ ծածկվել է ջրով։ Այդ տիղմերի հաստությունից կամ անգամ Նոյան տապանի մասունքները, որ Արարատ լեռան վրայից բերում են, կամ վկայություններ, կամ տարբեր դարերում հազարամյակներ, տարբեր դարերում տարբեր պատմիչների կողմից, որ նրանք իրենց աչքով տեսնել Նոյան տապանը։ Եվ այնպիսի ահռելի մեծություն ունի այդ տապանը, որ ներկա անգամ ներկա ժամանակի ոչ մի տեխնիկա չկա, որ այդպիսի ծանրությամբ, ասին քաշով տապան բարձրացնի դնի Արարատ լեռան վրա։ Ինչ է պարզում, որ այո, միայն ջրհեղեղ պետք է լիներ, որ նավը բարձրանան այդտեղ հասներ։ Ուրիշ կերպ հնարավոր չէ նավ այնտեղ հասցնել։ Օրինակ ոմանք ասում էին, որ գուցե Ղուկասի ավետարանը անձամբ Ղուկասը չի գրել, ուրիշներն են գրել դարեր հետո։ Ուզում են նմանեցնել աշխարհիկ մյուս պատմությունների հետ, իբրև այդպես է գրվել։ Բայց ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ ականատեսներ են եղել, առաջին դարի ականատեսներ են գրել պատմությունը։ Օրինակ Ղուկասը գործառաքելոցը որ գրում է, նա հետաքրքիր ձևերով է դետալավորում, օրինակ գիտեք, նա համարվում է աշխարհում պատմիչների թագավոր։ Այսինքն ամենահետաքրքիր պարզ
հաստատուն վկայությունը նա է տվել բոլոր պատմիչների տարբերությամբ։ Օրինակ Ղուկասը այսպես է նկարագրում. այսինչ թագավորի օրոք, որ այս երկրում էր, այնիշ մյուսը այնիշ երկրում էր ղեկավար Աննայի եւ Կայփայի քանայության օրերում, այդ օրերում Հովհաննեսը սկսեց գործել։ Այսինքն բացի Աստվածաշնչից նաև պատմական գրքեր կան, որ իրոք հաստատում են, որ Ղուկասի ասած ճիշտ է։ Նմանապես գործ կառաքելոցում, որ ասեցի, Ղուկասը նկարագրում է, որ Պողոսի հետ ճանապարհության ժամանակ ուր գնացին, որ քաղաք մտան, որ գյուղ մտան, ում հանդիպեցին, ծովում ինչ տեսան, օրինակ ասում է ծովում, այսինչ նավահանգիստում եղանք, այնիշ նավահանգիստից այն մյուսը գնացին, կամ այստեղ մի հատ պանդոկ կար, կամ ինչ կար, երբ որ ուսումնասիրում են, պեղում են այդ տեղերը, տեսնում են իրոք գտնվում են այդ նավահանգիստների հետքերը կամ հիմքերը, պարզվում է, որ այդ նավահանգիստները երկրորդ դարում էլ գոյություն չեն ունեցել։ Առաջին դարի եղած դետալներ են։ Այսինքն եթե մեկ ուզենար երկրորդ դարում մի բան հնարեր, նա չէր իմանա առաջին դարում ինչ նավահանգիստներ որ տեղերում են եղել։ Ուրեմն նորից այդ պատմությունները անգամ ապացուցում են, որ Աստվածաշնչյան գրքերը ճշմարտություն են։ Նոր կտականան եւ հին կտականան գրքերը հիմնականում իրենց մեջ պարունակում են 4 կարգի գրառումներ։ Օրինակ հին կտականը իր մեջ ունի պատմություններ, օրենքներ, այսինքն կարգ ու կանոններ, իմաստություններ կամ ասենք պոեզիա, որ այդպես է ասվում, նաև մարգարեություններ։ Նոր կտականը իր հերթին նորից 4 կարգի գրառում ունի, նորից պատմություններ, էլի ուսուցումներ, վարդապետություններ, նամակներ եւ մարգարեություններ։ Հիմա մենք կանցնենք երկրորդ բաժնին, երկրորդ բաժինը կոչվում է Աստվածաշունչը ում հեղինակությամբ է գրվել։ Հիմա մենք որոշ համարներով դա կապացուցենք։ Օրինակ երկրորդ Տիմոթեոս 3:16-ում այսպես է գրված. Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար են վարդապետության, հանդիմանության ուղղելու եւ վարդացության մեջ խրատելու համար եւ շարունակություն իհարկե կա։ Ուրեմն ինչ ասում, Աստվածաշունչը Աստծո խոսքն է, Աստծո շնչից է դուրս եկած։ Նաև Եբրայեցիների ուղված առաջին գլխի առաջին երկրորդ խոսքերում գրված է։ Ասում է շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռով, այս վերջին օրերում խոսեց մեր հետ իր որդով։ Ասում է, որին ամեն բանի ժառանգ դրեց, որով աշխարհն էլ արեց։ Այսինքն այստեղ ինչ է հեղինակը Աստված, ասում է, Աստված խոսեց։ Աստված շատ մասերով, շատ կերպերով։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Այսինքն միայն գրքով չէ, թեև գրքի մեջ գրվեց։ Աստված օրինակներով էր խոսում նրանց հետ, ձայնով էր խոսում Մովսեսի հետ, նշաններով էր խոսում, երազներով, տեսիլքներով, մարգարեներով, տարբեր ձևերով, տարբեր կերպերով եւ տեսքով Աստված խոսում էր։ Այս խոսքը, որ ես հիմա ձեզ խոսում եմ, կոչվում է հնչյունային խոսք։ Հնչյուն կա, ձայն կա, ձայնային խոսքով եմ ձեզ հետ խոսում։ Բայց հնարավոր է ձայնային չխոսամ ձեզ հետ, ինչ-որ մի բան ցած նշաններով ցույց տամ, դուք միտք հասկանաք։ Դա հնչյունային չի, բայց խոսք է։ Նկարներով խոսք է։ Նշաններով խոսք է։ Նմանապես դրա համար ասում շատ մասը շատ կերպերով Աստված խոսեց։ Պողոս առաքյալը ասում ոչ թե միայն հնչյունային, այլ նշաններով, հրաշքներով, էլի ասում երազու տեսիլքներով եւ այլ եւ այլ։ Աստված խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների ձեռով, բայց այս վերջին օրերում իր որդով է խոսեց։ Ով խոսեց? Աստված խոսեց։ Այսինքն գրքի հեղինակությունը դրվում է Աստծո վրա։ Տերը երբ որ երևաց Հովհաննեսին, ասեց. «Ինչ տեսնում ես եւ ինչ լսում ես գրի առ»։ Այսինքն Հովհաննեսը չէր հորինում նման դետալներ, այլ նա իր տեսած եւ իր լսածներ գրում։ Շատ բաներ ձայնով չկար, նա միայն տեսնում էր եւ գրում էր, այսպիսի բան տեսա։ Շատ բաներ ասում են լսեցի ձայն, որ այսպիսի բաներ ասում, դա էլ գրեց։ Օրինակ Երեմիայի 31-ից 2-ում գրված է, ասում է այն խոսքը, որ եղավ Երեմիա մարգարեին Տիրոջ կողմից, ասելով. Այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստված, թե գրի քեզ համար մի գրքի մեջ այն բոլոր խոսքերը, որ քեզ հետ խոսել եմ։ Աստված նրան հանձնարարեց գիրք գրելու։ Աստված էր մի քիչ ավելի մեր լեզվով ասած պատվիրատուն գիրք գրելու։
Ոչ թե մարդու մտքով էր անցնում այդ գիրքը նստի գրի, այլ Աստված էր պատվիրում, որ գիրք գրվի։ Այո, թեև մարդիկ Ղուկասը, որ ինչ-որ մեկի հետաքրքրություն է բավարարել Թեոփիլոսի, բայց Սուրբ Հոգին մասնակից է եղել եւ Սուրբ Հոգին այդ միջոցը օգտագործել է ավետարանը մարդկանց փոխանցելու։ Դրա համար, որ մենք ասում ենք Աստվածաշունչ Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, սա ինչ է նշանակում։ Այսինքն Աստվածաշունչի մեջ խոսել են լավ ու վատ մարդիկ։ Շատերը գիտեն ինչ գրված է, դա Աստծո կամքն է, ոչ։ Այսինքն ինչու եմ ասում ոչ, այսինքն ոչ թե Աստծո կամքը չի, որ գրվել է, Աստծո կամքն է, որ գրվել է, բայց այդ միտքը Աստծո կամքից չի, հասկացողությունը Աստծո կամքից չի։ Օրինակ խոսել են մարդիկ սխալ որոշում են արել, որոշ թագավորներ, այսպես անենք, երբ որ դա գրվել է, ոչ թե դա Աստծո միտքն է, որ Աստված ուզում է մարդկանց փոխանցի, այլ Աստված դրանով ուզեցել է ցույց տալ այդ մարդկանց մտածելակերպը եւ սխալը։ Ոչ թե որպես օրինակ մեզ, որ մենք նույն սխալով գնանք, այլ որպես դաս, որ մենք նույն սխալը չանենք։ Կան նաև հրեշտակների խոսք, ասենք չարի խոսք, չար հրեշտակի խոսք, բարի հրեշտակի խոսք։ Փաստորեն Աստվածաշնչի մեջ կա ուղղակի Աստծո բերանից ելած խոսք, մարդկանց բերանից ելած խոսք եւ հրեշտակների բերանից ելած խոսք։ Լավ ու վատ, չար ու բարի։ Սակայն ինչպես է, որ մենք ասում ենք Աստծո խոսքն ու միտքն է։ Այսինքն այս խոսքերը, թեկուզ մարդկանց եւ հրեշտակների, որ մեջ են բերվել, օրինակ թագավորների ժամանակ Դավիթի ժամանակ ասում է Հովաբն այսպես ասեց, այն մյուսն այսպես ասեց, այն մյուսը այսպես քննություն էին անում, ինչ որ հարց քննարկում էին, կամ եկեղեցում, ասենք, օրինակ առաջին դարի գործկառավարություն գրված է։ Պետրոսն այսպես ասեց, Հակոբոսը այս խոսքն ասեց, Պողոսն այս խոսք ասեց։ Այսինքն Աստված ցույց է տալիս, թե ինչ էր կատարում, վերջ-վերջո Աստված պատմություն է ներկայացնում մեզ։ Աստված մեզ պատմությունը փոխանցում է իրանց ճիշտ ու սխալներով, այսինքն ով է սխալվել, ով ճիշտ է, բայց ոչ թե սա նշանակում է այդ մարդկանց խոսքն, այլ Աստված է, որ այդ պատմությունները մեզ ներկայացնելով ուզում է մեզ իրականությունը ցույց տա, մեզ դաս տա սովորեցնի, ինչ է ուզում դրանով մեզ սովորեցնի, սա է կարևոր։ Այս դրա համար է միտքն ու նպատակի խոսքն է Աստծո խոսքը։ Թեև կան ուղղակի խոսքեր էլ, որ հենց Աստծուց են, որ Աստված ուղղակի խոսել է, տվել է մարդկանց օրենքներ, կանոններ կամ տարբեր խոսքեր։ Ուրեմն Աստվածաշունչը այդ պատճառով կոչվում է Աստծո խոսքն ու միտքն է։ Առաջին Կորինթացիների 16 ասում է. «Եվ սրանք մեզ օրինակի համար եղան, որ մենք չար բանի ցանկացող չլինենք, ինչպես նրանք ցանկացան եւ շարունակություն իհարկե կա»։ Տես ասում է, այս բաները գրվեցին, թեկուզ այդ մարդկանց պատմություններ գրվել, որոշ մարդկանց որ չարություն էին արել, բայց պատիժն էլ է գրված նրանց մասին, ասում է, որ մենք չար բանի ցանկացող չլինենք։ Կամ 11-րդ խոսքում ասում է, եւ այն ամենը օրինակի համար էր նրանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրվեց, որոնց դարի վերջը հասավ։ Ուրեմն թեկուզ մարդկանց պատմություններ, բայց Աստված դրանցով ուզում է մեզ բան սովորեցնել։ Դրա համար կոչվում է Աստծո խոսքը միտք։ Բայց ասեցի, ինչու է կոչվում մարդկանց բառերով։ Ուշացում դարձեք, օրինակ տարբեր ուղղությունների բրոշյուրներ եմ կարդացել, այսպիսի բան է նկարված, ինչ որ մեկը նստած է այդ ժամանակ տպագրական մեքենա կար, այդ նկարը այդպես եմ տեսել կամ հիմնական կոմպյուտերը։ Տնօրենը թելադրում է, նա գրում է։ Այսինքն այսպես են ներկայացնում, որպես թե Աստված հեղինակն է, խոսքի տերն է, ընդհանրապես մարդիկ եղել են գրողներ։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Գրողը կոնկրետ մենք որ վերցնենք տպագրողը, չէ՞։ Նա իր բառապաշարը չունի, չէ՞։ Ինչ լսում է, դա գրում է։ Նա իր ոճը չունի, իր լեզուն չունի։ Ընդհանրապես խոսողի ոճով է գրվում, թելադրողի, բայց Աստվածաշունչը այդպես չի։ Աստված օրինակ տեսիլք է ցույց տվել կամ պատմություն է ցույց տվել, ասում է մարգարեն գրի։ Մարգարեն գրել է իր բառապաշարով, իր կրթության չափով։ Դրա համար Ղուկասի ավետարանը համարում է ավետարանների մեջ ամենագրագետ գրվածքը, որտեղ ինքը կրթված մարդ է եղել։ Իսկ Մատթեոսը կիրթ չի գրել, բայց ճշմարիտ է ներկայացրել պատմությունը։ Նմանապես մարգարեներից շատերը։ Ստե արդեն հարցը ճոխ բառապաշարի մասին չի։ Ոմանք այո լավ բառերով, լավ ավելի արտահայտություններով են գրել, իսկ ոմանք
իրանց հասկացողության չափով են գրել։ Օրինակ հայտնության գիրքը վերցնենք, չէ՞։ Տեսնում է Հովանեսը։ Բաները տեսնում որ չի հասկանում դրանք ինչ են։ Դրա համար ասում է տեսա էս ինչի նման, այն ինչի նման, կամ վերջին օրերի հետ կապված չէ, որ Հովանեսը ներկայացնում է Օրինակ 2000 տարի առաջ Աստված հեռուստացույցի մասին խոսել է, որ վերջին օրերում հեռուստացույցով կամ ինտերնետային միջոցներով գործել են։ Հովանեսը այսպես է խոսում։ Թեկուզ այդ գազանի մասին որ խոսում է, ասում է գազանի պատկերը, չի ասում պատկերները։ Դուք պատկերացնում եք, օրինակ տարբեր գրքերում թարգմանիչ կա, որ այդ խոսքը չի հասկացել բնագրից։ Թարգմանել է արձան։ Գազանի արձանը։ Մյուսը նկար է թարգմանել, մյուսը պատկեր է թարգմանել, մյուսը ուրիշ բան է թարգմանել, որ ասեցի որոշ փոփոխություններ կան բնագրից, հիշում եք, բայց դրանք միտք չեն փոխում, նման բաներ են։ Օրինակ, ինձ համար հետաքրքիր է, ինչու է մեկը գրել պատկեր, մյուսը գրել արձան, մյուսը գրել նկար, մյուսն ուրիշ բան է գրվածել է, ինձ մոտ չեմ հիշում։ Ինչ-որ բան է գրել 4-5 թարգմանությունում այս բառը տարբեր իրարից տարբերվում է։ Ես իմ համար արդեն սա հիասթափություն չի, որ ես մտածեմ հնարավոր է ճիշտ չի, ամենքը մի բան է գրել, բայց արդեն ես տեսնում եմ բոլորը նման է, այս sense հարցեր կան, կետեր կան, որ նման չեն։ Նշանակում է սա մի դժվարիմաց արտահայտություն է, որ թարգմանիչները չեն կարողանում հասկանալ։ Մեկը ասում է արձան, բայց արձան չի գրել Հովանեսը։ Մյուս ասում են նկար, բայց նկարը ոնց դնում ես, այդպես մնում է, հետևը չես տեսնում, կամ եթե մի հետևն է նկարած, դեմքը չես տեսնում, բայց սա ինչ ասում է, խոսող պատկեր, շարժվող պատկեր, պատկերը խոսում էր, չի ասում պատկերները կամ արձանները, որ օրինակ ասեք ամեն գյուղում քաղաքում նույն մարդուն, ասենք օրինակ գազանի արձանը դնեն կամ պատկերը դնեն, մարդկանց ստիպեն երկրպագել, չէ, մեկ պատկեր էր, միևնույն ժամանակ բոլոր աշխարհում տարբեր ծայրերում երևում էր։ Այսօր մենք հասկանում ենք, Հովանեսը չէր կարող պատկերացնել, վիդեո պատկերներ, շարժվող պատկերներ, բայց Հովանեսը ինչպես ներկայացնել, եթե չգիտեր դա ինչ է, որտեղ Աստված ասի, տեսնում ես, գրի ինքն իր բառապաշարով էր գրել։ Իր կարողությամբ, իր մտքի կարողությամբ էր գրել։ Դրա համար մենք ասում ենք, որ հեղինակները մարդկանց բառերով որ գրել են, ասենք Աստծո խոսքն է մարդկանց բառերով, այսինքն գրողները չեն եղել ռոբոտներ, ինչ լսում են, դա ընդհանրապես տպում են, չէ։ Այլ նրանք տեսել են իրենց կարողությամբ են ներկայացրել, իրենց լեզվով եւ իրենց բառապաշարով։ Աստված օրհնի ձեզ։ Դրա համար ասում է Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքը մարդկանց բառերով։ Եթե որոշեր օրինակ Պողոսը գրել, Պողոս ուրիշ ձև կգրեր, ուրիշ կերպ կգրեր։ Հայտնության գիրքը նույն մտքերը, նույն դետալները, նույն իրականությունը ուրիշ բառապաշարով մեզ կներկայացներ։ Արդեն ինձ թվում է պարզ է, որ ինչու է կոչվում Աստծո խոսքն ու միտքն է, սակայն մարդկային բառերով, մարդկանց բառերով։ Եթե այդպես չլներ, ասում եմ Աստվածաշնչի բոլոր գրքերը կլինեն նույն ոճի։ Եթե բոլորի նույն թելադրողն է Աստված է, մարդիկ այդտեղ դեր չունեն, նշանակում է բոլորը նույն ոճի կլինեն, բայց մենք տեսնում ենք գրքերը նույն ոճի չեն, նույն բառապաշարի չեն։ Պետրոսի երկրորդ թղթի 1:21-ում գրված է. որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Ուշադրություն դարձնում եք, մարգարեությունը մարդկանց կամքի պես չի կամ Սուրբ Գրքի խոսքերը, Աստծո կամքի պես, բայց ովքեր են գրել եւ ասել գրվածքը, ոչ թե ամեն մարդ, ով որ պատահի, այլ Աստծո մարդիկ։ Ասում է Աստծո մարդիկ Սուրբ Հոգուց շարժված գրեցին։ Այսինքն պատահական մարդու Աստված չի ընտրում, իր մարդկանց է վերցրել Սուրբ մարդկանց որպես գիրք գրողներ։ Ինձ համար հետաքրքիր են եղել ուրիշ հավատալիքների, այսինքն հավատքի հավատալիքները, պատմությունները, գրքերը, օրինակ հավատքի գրքեր կան, որ ժամանակին գրվել են եւ փոխանցվել են իրենց ժողովրդին, տեսնում ես այնպիսի կարգ ու կանոններ, օրենքներ ու պատվիրաններ կան, որ օրինակ այս դարում չի անցնի։ Չես կարող ինչքան սրտանց ուզես նվիրվել այդ
հավատքին չես կարող։ Կամ օրինակ մեկ ուրիշ հավատքի, օրինակ այդ հավատքի մեջ գրված է, օրինակ կապուտ գույնը մեղք է։ Մեր օրենքով կապուտը մեղք է։ Խոսողներ կապուտ աշկեր ուներ, իրանց հոգևորականներից էր, ասի դե ըստ քո վկայության դու այդ հավատքին չես կարող լինել։ Ինչու՞ ես քո աշկեր կապուտ են, ձեր հավատքի համեմատ կապուտ գույնը մեղք է։ Ուրեմն դու իրանք չունես այդ հավատքից կոչվելու։ Եվ նման պատվիրաններ կան, որ այս դարում չի անցնի, հնարավոր չի։ Ուղղակի գրվել է, երևում է, որ մարդկային իմաստություն է, ոչ աստվածային։ Բայց ավետարանը ամեն դարերում, ամեն ժողովուրդների մեջ, ոնց ասես, կենդանի քայլող խոսք է։ Որ կարող է ամեն ազգ այսօր, ամեն ժողովուրդ, ամեն տեսակ ժողովուրդ, ամեն դարերում կարող է վերցնել ավետարանը եւ այդ ավետարանին հետևել։ Դժվարություն չկա ոչ մի դարում։ Դժվարությունը միայն չար մարդիկ են, որ կարող են քեզ հալածել, թե չէ կյանքի մեջ դժվարություն չկա։ Հենց սա ցույց է տալիս, որ սա Աստծո իմաստությունից եկած գիրք է։ Այդպիսի իմաստուն մեկը չկա, որ այնպիսի գիրք որոշի, որ ամեն դարերում, ամեն ժողովրդների մեջ կարողանա տեղավորել։ Բայց ավետարանը ամեն ազգի մեջ մտնող եւ անցնող գիրք է։ Փառք Աստծուն։ Նաեւ մենք երբ որ տեսնում ենք Սուրբ գրքի գաղափարները, հասկացությունները, օրենքները արդարության իրավունքի հիմքի վրա համոզում ենք, որ սա Աստծո գիրք է։ Այսօր շատ երկրներում օրենքներ են մշակվում։ Նաև այդ օրենքների պահողներն են կոչվում են արդարադատության նախարարություն, то չգիտեմ ինչ, բայց որ տեսնում ես ուրիշին անիրավություն անելով հարց են որոշում շատ երկրներում։ Իրենց օրենքներն են կոչվում են արդար օրենքներ, բայց Աստծո օրենքի մեջ այսպես չի։ Աստված ամեն մեկի իրավունքը պաշտպանում է իր օրենքներով, կանոններով։ Նաև այն ծրագրերը, որ նախատեսված են, օրինակ այդ ժամանակներում, որ նախատեսված են ապագայի համար, իհարկե ապագան մենք ենք։ Այդ ժամանակների ապագան մենք մտնում ենք այդ ապագայի մեջ։ Երբ որ տեսնում ենք անցյալում ինչ է որոշված եղել եւ տար կատարվում է, ոչ մի գիրք չկա, որ Աստվածաշնչի նման տառացի ամեն պատմությունը իրականանալով գա։ Դեռ չեղած պատմությունը Աստված հայտնել է, Հովհաննեսն էլ ասեց, չէ, միայն Հովհաննեսին իհարկե չասեց, շատ մարգարեների գրքերում կա գրած, բայց նաեւ Հովհաննեսին չի ասեց, գրիր թե շուտով ինչ է լինելու։ Այդպիսի գիրք չկա, գալիք պատմություն ներկայացնի, տառացի ճշմարտությամբ։ Եվ երրորդ բաժինը, որ մենք պետք է նայենք, սա է Աստվածաշնչի դերը մարդկության մեջ։ Աստված իր ծրագրերը եւ իր կամքը ամփոփեց ավետարանով։ Գիտեք, որ Պողոսն ասում է, այն որ դարերով ծածկված էր, այն ինչի մասին Աստված խոսում էր, որ մարգարեները իրենք գրում էին, կամ Պետրոս Առաքյալն իր խոսքում ունի, որ մարգարեները գրում էին, բայց չէին հասկանում, թե սա որ ժամանակի համար է, ինչ է ուզում Աստված ասել նրանց։ Այսինքն այդ ավետիքի մասին է խոսում, այդ ողորմության մասին է խոսում, այդ օրհնության, փրկության, մեղքերի թողության, Քրիստոս զոհի մասին է խոսում, մարդիկ չէին հասկանում։ Այսինքն Աստված ամփոփեց, իմի բերեց, հավաքեց, ավետարանով ամփոփեց, ցույց տվեց մեզ ամբողջ իր դարերով խոսածը։ Ուստի ավետարանի պատգամները լսելն ու դրանց հետևելը օգնում է մարդուն, որ մարդը ազատվի կորստից եւ ունենա հավիտենական կյանք։ Օրինակ Հովհաննես 3:16-ում ասում է, չէ, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն ինչ է նշանակում, ով որ հավատա չկորսվի, այսինքն կորուստ կա ամենքի համար։ Կամ ասում է շարունակության մեջ հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողը արդեն դատապարտված։ Ինչու նոր չի, որ մարդը դատաստանի գնա, նոր չի, որ մարդը կորուստի հարց լուծի, այլ մարդը ինքնին գնում է դեպի անդուն, կորուստ, բայց Աստված եկել է, որ այդ ճանապարհից հանի։ Անկախ մեզանից մենք Ադամի մեղքի պատճառով մեջքով ենք դեպի Աստված։ Մեր դեմքը ուղղված է դեպի դժոխք, դեպի կրակի լիճ, դեպի կորուստ։ Դրա համար ասում է Աստվածաշնչի դերը մարդկության մեջ։ Ինչ անեց առաջին հարցերից մեկը սա է, որ մարդը ազատվի դատաստանից, կորուստ չտա եւ հավիտենական կյանք ունենա։ Հովանու 20:30-ից 31-ն եմ ուզում կարդալ ձեզ համար,
Հովհաննես առաքյալը ասում է Հիսուսը էլ ուրիշ շատ նշաններ արեց իր աշակերտների առաջին, որ գրված չեն այս գրքում, բայց սրանք գրվեցին, որ հավատաք թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծո որդին, որ հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Տեսեք պատճառը։ Շատ բաներ կա, բայց այսքան որ գրեց բավական է, որ հավատալով կյանք ունենաք նրա անունով, ուրիշի անունով չէ։ Նաև առաջի Կորինթացիների 15-ի առաջին երկրորդ խոսքն եմ կարդում, ասում է իմացնում եմ ձեզ եղբայրներ այն ավետարանը, որ ավետարանցի ձեզ որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնացեք, որով էլ փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուտ տեղը չեք հավատացել։ Այսինքն ինչ այն ավետարանը, որը ընդունեցիք, ասում է նրանով փրկվում եք, եթե ամուր բռնեք։ Փրկության ավետարան է, Հիսուսը անվանեց արքայության ավետարան, Աստծո ավետարան, ոչ թե մարդկանց ավետարան։ Հենց սկզբից Հիսուս երբ խոսում էր, ասաց այս արքայության ավետարանը վերջին օրերում բոլոր ազգերի մեջ կքարոզվի, բոլոր լեզուների, բոլոր ցեղերի մեջ կքարոզվի։ Այսինքն Տեր Հիսուս այս օրերի համար խոսում էր եւ իր քարոզած ավետարանը անվանում էր արքայության, այսինքն Աստծո արքայության ավետարան։ Եվ այդպես էլ ասում է Հիսուսը էր գալիս եւ Աստծո թագավորության կամ արքայության ավետարանն էր քարոզում։ Արքայության ավետարանը օգտակար է Աստծո ավետարանը, որպեսզի մարդը ստանա մեղքերի թողություն, փրկություն եւ կորստից ազատվի։ Նաեւ երկրորդը, որ մարդը ճանաչի, ավելի խորը ճանաչի իր արարչին եւ չմոլորվի ճշմարտությունից։ Մատթեոս օրինակ 22:29-ում ասում է Տերը դուք մոլորված եք, որտեղ ոչ գրքերը գիտեք եւ ոչ Աստծո զորությունը։ Ոչ մեկ թող գլուխ չգովավ, թե այսօր ես չեմ մոլորվելու։ Նախ մենք մոլորված եղել ենք, Աստվածաշնչով ճշմարտության ենք եկել։ Բայց եթե բացի թողի անենք չխորանանք Աստծո ճանաչողության մեջ, Աստծո խոսքի ճանաչողության մեջ, մենք կմոլորվենք նորից կմոլորվենք։ Դրա համար մեզ օգուտ է տալիս ավետարանի ընթերցանցու կամ Աստվածաշնչի ընդհանուր գաղափարը, որ մենք չմոլորվենք, մնանք ճշմարտության մեջ։ Աստվածաշնչյան գրքերը ճշմարտություն են։ Եվ չորրորդը Աստվածաշունչը կատարյալ գիրք է։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար է վարդապետության հանդիմանության ուղղելու արդարության մեջ խրատելու համար, բայց պատճառը ինչ լինի, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Այսինքն Աստվածաշունչ գիրքը կատարյալ գիրք է։ Եթե կատարյալ չլիներ, չէր կարող դրանցով մարդը գնալ կատարելության։ Կատարյալ գիրքն է, որ կարող է մարդուն կատարելության հասցնել։ Ինչպես որ Պողոսն Կողոսացիներին ասում է, մենք Աստվածաշունչ խրատում ենք ձեզ, դաստիարակում ենք, վերջ սովորեցնում ենք, որպեսզի ձեզ կատարյալ կանգնեցնենք Աստծո առաջին։ Այսինքն կատարյալ գրքով է, որ կատարելություն կգա։ Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց բառերով, որն ամփոփված է ավետարանով, այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են մարդու ամեն կարիքներն ու զգացումները։ Ուստի դրա վրա որևէ բան ավելացնելն ու դրանից պակասեցնելը արգելված է Աստծո կողմից։